Մամ, ինձ չէիր ասել, որ կարոտն այսքան ծանր կարող է լինել։ Չէիր ասել, որ այն լուռ է գալիս, առանց զգուշացնելու, առանց դուռը թակելու, առանց հարցնելու, պատրաստ եմ թե չէ։ Այն գալիս է ու տեղավորվում հոգուս մի անկյունում, նստում է այնտեղ, հանգիստ, ինչպես հյուր, որ չի պատրաստվում հեռանալ։ Չէիր ասել, որ կարոտն ունի ձայն, երբեմն քո մեղմ կանչի պես, երբեմն քո ժպիտի տաքությամբ, երբեմն էլ քո հոգատար խստությամբ։ Այն խոսում է ինձ հետ, ամեն առավոտ, երբ հայլու մեջ աչքերս են նայում ինձ, հիշեցնում է, որ ամեն ինչ անցողիկ է, բայց հիշողությունները ոչ։ Չէիր ասել, որ կարոտը նման է ձմեռվա առաջին ձյունին, միանգամից չի նստում, բայց դանդաղ ծածկում է ամեն ինչ։ Եվ երբ մի օր նայում է շուրջդ, հասկանում ես, այն արդեն ամենուր է։ Այն նստում է գիշերներիս մեջ, դարձնելով երազներս կիսատ, նստում է առավոտներիս մեջ, դարձնելով օրերս պաղոլոր։ Մամ, ինձ չէիր ասել, որ կարոտը դանդաղ ներծծվում է արյանս մեջ, որ այն դառնում է իմ քայլերի ձայնը, որ այն դառնում է այն լռությունը, որ երբեմն լցվում է սենյակում։ Չէիր ասել, որ նման է մոմի լույսին, փայլում է ներսումս, բայց միաժամանակ այրում է։ Մամ, ինձ չէիր ասել, որ կարոտն այսքան ծանր կարող է լինել։ Չէիր ասել, որ այն կարող է ձմեռ լինել հոգուս մեջ, որ խուլ լռությամբ կշրջապատի ինձ, իսկ գիշերները երազներիս մեջ կբացվի որպես դուռ դեպի անցյալ։ Չէիր ասել, որ կարոտը ժամանակի պես է, չի կանգնում, չի դադարում, որ այն չի փախչում, չի մոռացվում, այլ մնում է աճելով հոգուս խորքերում, որ այն ձայն չունի, բայց ամենաշատն է խոսում, որ այն փափուկ է թվում, բայց սրտի ամենածանր բեռներից մեկն է։ Մամ, ինձ չէիր ասել, որ կարոտը ոչ միայն հիշողություն է, այլ նաև սպասում, որ այն հուշում է, ինչքան ուժգին ես սիրել, բայց նաև հիշեցնում, ինչքան բան ես կորցրել, որ այն հոսում է երակներովս, ինչպես խունացած հուշեր, որ այն երբեմն նեղվում է ներսումս, սեղմելով շունչս, իսկ երբեմն լցվում է աչքերիս մեջ, լուռ արտասուք դառնալով։ Մամ, չէիր ասել,
որ կարոտը չի հարցնում, ուժեղ եմ, թե ոչ։ Այն գալիս է ու մնում առանց երբևէ թեթևանալու։ Մամ, ես կարոտում եմ այնպես, ինչպես ծարավ մարդը երազում է աղբյուրի մասին, ինչպես արևն է փնտրում հորիզոնը, ինչպես ծաղիկը սպասում է գարնանը, և ինչպես գիշերն է սպասում լուսաբացին։ Մամ, ինձ չէիր ասել, որ կարոտն այսքան ծանր կարող է լինել, որ այն կարող է գիշերները լռության պես խրվել հոգուս մեջ ու առավոտները աչքերիս մեջ մառախուղ դարձնել։ Մամ, կարոտում եմ քեզ։